մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք արհեստական բանականությունից, իսկ իմ հյուրը Հրարմենիա հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ ենք շատ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Սկսենք ամենասկզբից։ Վերջերս արհեստական բանականությունը հատկապես հայաստանյան իրականության մեջ լայն թափով մուտք է գործում։ Մի փոքր դիտարկում անենք, հասկանանք ինչ ասել է արհեստական բանականություն եւ ինչ դեր կարող է ունենալ առհասարակ մեր պետության, երկրի զարգացման, հասարակության զարգացման գործում։ Համառոտ իհարկե, երկար կարելի է խոսել, բայց ցկտենք ամենակարևոր բաները ներկայացնել։ Նախ շատ շնորհակալություն հրավիրելու համար։ Հա, ճիշտ եք ասում, շատ մեծ թափով է մուտք գործում արհեստական բանականությունը բոլոր ոլորտների ստեյության ու դերը դե աննախադեպ է, այն իմաստով ոնց որ մի 200 տարի առաջ ինդուստրիալ հեղափոխությունը ոնց էր ամեն ինչ փոխում, այ պատկերացրեք դրա տասնապատիկ փոփոխությունները արհեստական բանականությունն է բերում, կարող անգամ փոքր եմ ասում, էլի տասնապատիկ ասելով։ Մասնավորապես ոնց են մարդիկ գործում առհասարակ, կապ չունի դու որ մասնագիտության դեր մարդ ես, ինչով ես զբաղվում, արհեստական բանականության շնորհիվ ամբողջովին փոխվում է ձևը, մեթոդները քո աշխատանքի, բացի դրանից բազմաթիվ պրոցեսներ ավտոմատացվում են, եթե առաջ մարդն էր ստիպված ամբողջ պրոցեսն անի, հիմա բազմաթիվ կրկնվող կտորներ կարողանում ես պատվիրակել արհեստական բանականությանը, այսինքն օր-օրի ավելի քիչ մեխանիկական գործ, ավելի շատ ուրեմն ստեղծելուն, մտածելուն, որոշումներ կայացնելուն դիտված գործ անում մարդը էլի։ Այդպես ու ազդեցության իմաստով ընդամենը երևի մի 20-30 տարի հետո, ասենք երկրներից որը կլինի, որը չէ, որը որից կախված կլինի, որը հզոր պետություն կլինի, որը չէ, այդ ամեն ինչ ուղիղ կախված է նրանից, թե այսօր որ երկիրը ինչ թափով ու ինչ արդյունավետությամբ ուրեմն արհեստական բանականությունը, այսպես ասած, կներգրավի իր կյանքի բոլոր շերտերում։ Մենք որքանով էինք պատրաստ լայն թափով արհեստական բանականության մուտք գործելուն։ Դե տեսեք, այդ ամբողջ աշխարհի մասին կարելի է դա ասել, ոչ թե միայն մեր։ Դե բնականաբար, մարդկությունը լավ, այսպես ասենք։ Չնայած, գիտեք ոնց, այսինքն ստեղ մտածողության հարց է, անգլերեն ասած mindset-ի հարց է, այսինքն կա fixed mindset ու growth mindset, այսինքն ֆիքսված մտածողություն ու աճի մտածողություն, այսինքն այն բոլոր մարդիկ ու հանրություններն ըստ էության, որոնք ցանկացած նոր փոփոխությունների մեջ ավելի շատ հնարավորություններ են տեսնում, քան ռիսկեր, ովքեր մեծ, այսպես ասած, ոգով ու ոգևորությամբ են նոր փոփոխությունները ոնց որ ներառում, իրանց համար այս արհեստական բանականության անցումը շատ ավելի սահուն է տեղի ունենում, շատ ավելի արդյունավետ։ Ովքեր ավելի կարծրացած մտածողության տեր են, զգուշ են, ավելի շատ ռիսկեր են տեսնում, քան հնարավորություններ, նոր բաներ սովորելուն այնքան ընտելացած չեն, իրանց համար բնականաբար այս փոփոխությունը ահագին ծանր ու ահագին դժվար է։ Դրա համար եթե հայության կամ հայաստանցիների մասին ասեմ, չգիտեմ, շատ տարբեր են այդ իմաստով, այսինքն օրինակ եթե տեխնոլոգիական ոլորտի թիմերին կամ մարդկանց են նայում, ովքեր այսօր արդեն միջազգային շուկայում իրանց կազմակերպություններով մրցում են նույն սիլիկոնյան հովտի կազմակերպությունների հետ, իրանց մոտ շատ արագ է այդ ամեն ինչը տեղի ունենում, ավելին կարող եմ ասել, բազմաթիվ հայկական կազմակերպություններ աշխարհում առաջատարներից են արհեստական բանականության կիրառության բազմաթիվ շերտերում, բայց մարդիկ, ովքեր որ նախորդ փոփոխությունների մեջ էլ առանձնապես ակտիվ չէին, էնտուզիաստիկ չէին, իրանք այս արհեստական բանականության փոփոխությունների դեպքում եւս շատ դանդաղ ու զգուշ են շարժվում։ Կարճ որ պատասխանեմ, ավելի մեծ մասով երևի պատրաստ չենք ենքանել այս փոփոխություններին, ինչը շտապ պետքա փոխել։ Այսինքն շատ արագ ոնց որ չգիտեմ 100 տարի առաջ սովետական միությունում այդ լիկբեզն էր պայմանանում, կազմակերպվում, լիկվիդացիա без грамотности, այսինքն անգրագիտության վերացումներից արշավներ էր, չի արվում, բոլորը կրթվում էին, սովորում էին տառաճանար, այդտենց հիմա համատարած ամբողջ Հայաստանով մեկ պետքա ագրեսիվ կրթական process-ներ իրագործվեն, հենց արհեստական բանականությունը սերտելու, արհեստական բանականության իմաստով, այսինքն ԱԲ գրագետ դառնալու, ԱԲ ուրեմն proficient, ասում ենք AI proficiency, այսինքն AI-ով զորանալու համար
լայնամասշտաբ կրթական ծրագրեր է պետք անել։ Վերջերս դուք նման նախաձեռնությամբ հանդես եկաք, կուզեի դրա մասին մանրամասնեք, նվիրաբերություն, այսպես ասած, կազմակերպվեց, հատկապես սյունեցի երիտասարդներին պետք է ուղղվեր դա։ Ինչ արդյունքներ ունեցաք, արդյոք հետաքրքրությունը մեծ էր եւ եթե ձեր ուզած այսպես գումարի չափը չի բավարարվել, արդյոք դուք նախատեսում եք այնուամենայնիվ այլ կազմակերպությունների միջոցով ձեր ծրագիրը նախաձեռնությունը կյանքի կոչել։ Տեսեք, իրականում այդ սկսեց շատ հետաքրքիր համագործակցությունից, high-tech համայնք կա, բարձր տեխնոլոգիաների հայկական համայնք կա, շատ վաղուց գործող, որտեղ ներգրաված են թե Սիլիկոնյան հովտից, թե Հայաստանից տարբեր տեխնոլոգիական կազմակերպությունների հիմնադիրներ, աշխատակիցներ, շատ հետաքրքիր համայնք է, ու իրանք այս վերջերս այդպես այց էին կազմակերպել Սյունիք ու երիտասարդների հետ շփվելով հասկացել էին, թե ինչքան մեծ պոտենցիալ կա ու ինչքան կարևոր է, որ իրանք AI սովորեն, արհեստական բանականություն տիրապետեն, ու միանգամից կապվել էին մեզ հետ Ռեարմենիա ակադեմիային, իմանալով, որ մենք լայնամասշտաբ այդ process-ի մեջ ենք, կրթության, ԱԱԲ կրթության, ու ասեցին, որ գումար ենք հավաքել հենց մեր համայնքով, ու ուզում ենք այդ գումարը հատկացնել այդ երիտասարդների կրթելու համար։ Մենք էլ մեր կողմից իհարկե այն արժեքը, որ կրթությունն ունի, 50% զեղչեցինք ու փաստորեն Ռեարմենիա ակադեմիան high-tech-ի հետ միասին հայտարարեցինք, որ կարող են ուրեմն 50 երիտասարդի կրթություն տալ։ Այդ մեր մոտ կա start ու level up կուրսերը, start-ը 0-ից սկսողների համար, ովքեր նոր են ծանոթանում ԱԲ-ի հետ, ու կա level up կուրսերը, այն որ դու արդեն AI օգտագործող ես, մեկ AI-ում ասում, մեկ ԱԲ, երևի ամբողջ AI ասեմ, արդեն AI օգտագործող ես, բայց ուզում ես ավելի արդյունավետ օգտագործես, level up կուրսն ես անցնում։ Ու այդ երկու կուրսը իրար հետ միացրեցինք, մի հատ ավելի երկար կուրս արկեցինք ու որոշեցինք երիտասարդներին կրթել։ Հայտարարությունը երբ որ տվեցինք, դեն ստացվեց, որ շատ ավելի շատ դիմեցին, քան այդ 50-ն են, էլի։ Այսինքն այնտեղ հարյուրավոր երիտասարդներ հենց հիմա կարիք ունեն AI կրթության, հենց Սյունիքի մասին է, երբ որ խոսքը։ Մենք իհարկե այդ բոլոր դիմորդներից 59 ընտրեցինք, իրանց հետ սկսեցինք արդեն անցած շաբաթ էլ Գորիսում էինք, առաջի երկու դասը հենց տեղում Գորիսում արեցինք, մյուս դասերը արդեն on-line ենք անում, բայց հասկացանք, որ շատ ափսոս է, որ ընդամենը այդ 50 հոգով ուրեմն բավարարվենք, նախ մի կողմից այդ 50 հոգին ովքեր ընտրվել են կրթվում են, մենք իրանց փորձում ենք հատուկ այնպես կրթություն տալ, որ իրանք նաև որպես AI ուսուցիչներ կարողանան գործել, այսինքն իրանք արդեն իրանց համայնքներում, իրանց շրջապատում, նաև մենք էլ իհարկե անընդհատ իրանց հետ համագործակցելով կգանք դրան, որ իրանք որպես AI դեսպաններ, AI ուսուցիչներ որպես կսկսեն այդ գիտելիքը տարածել, բայց դրանից բացի որոշեցինք նաև դրամահավաք սկսել, իդեպ Global Giving-ում, այս Giving Tuesday-ի շրջանակներում, Միացյալ Նահանգներում, Կանադայում միշտ այս նոյեմբերի վերջի 3 շաբթին է ոնց որ լնում, այդ օրը բան են անում, այսինքն չէ լնումա, որ դեկտեմբեր է անգնում, այսինքն նոյեմբերի վերջի 5 շաբթին, հաջորդող 3 շաբթին իրանց Giving Tuesday-ն է ու բոլորը պատրաստ են donation-ներ անելու։ Մենք այդ շրջանակներում մի հատ դրամահավաք սկսեցինք, կարծեմ թե մի 1700 թե մի 2000 դոլարի չափ գումարը տեղ է հավաքվել, բայց հիմա նաև Ռեարմենիա հարթակում դրամահավաք հավանաբար կսկսենք, որպեսզի ինչքան հնարավոր է շատ մարդիկ հնարավորություն ունենան հանգանակություններով օգնել, որպեսզի ինչքան հնարավոր է շատ երիտասարդներ Սյունիքում այս AI կրթությունն անցնեն։ Էլի իհարկե մենք կշարունակենք 50% զեղչով այդ կրթությունը տրամադրել, ու եթե ամեն ինչ լավ գնա, մենք մի քանի ամսվա ընթացքում 1000+ երիտասարդի կարող ենք արդեն կրթել ու իրանք էլ իրանց հերթին որպես դեսպաններ AI-ի, որպես ուսուցիչներ կարող են այդ ամեն ինչը տարածել։ Տեսնենք ոնց կստացվի, դրամահավաքից ուղիղ կախված է։ Հասկացա։ AI-ը բազմաթիվ դրական կողմերով ունի նաև բացասական կողմեր, մեր հասարակության մեջ շատ հաճախ արհեստական բանականությունը օգտագործելով բազում խարդախություններ են տեղի ունենում, տարբեր հարթակներ օգտագործելով։ Մանրամասնեք խնդրեմ այս վերջին շրջանում հատկապես ինչ բնույթի են եղել այդ խարդախությունները եւ ովքեր են թիրախում հայտնվում։ Ես լրիվ ճիշտ եք, ցանկացած նոր տեխնոլոգիա, այն էլ այսպիսի մեծ փոփոխություններ բերող տեխնոլոգիա, ինչքան դրական, կարող է ոչ այդքան, բայց ինչ որ չափով էլ բացասական ազդեցություն անպայման ունենում է։ Դե ցանկացած գործիքի պես, ոնց որ նույն դանակը, առաս համ սպանելու համար օգտագործես, համ մրգերը կտրտել հյուրասիրելու համար օգտագործես, նույն ձևով համակարգիչը, ինտերնետը ու AI բնականաբար։ Ճշգրիտ
տվյալներ թե որտեղ ամենաշատ է կեղծիքները կամ ինչ դեպքեր կան, հազիվ թե ասեմ, որտեղ ինքս ավելի շատ հնարավորություններին եմ հետևում։ Մեր համար շատ կարևոր է լավագույն կողմերը AI-ի իդենտիֆիկացնել ու այդ օգտագործելով ավելի հզոր, ավելի արդյունավետ դառնալ։ Դրա համար մեր հիմնական ֆոկուսը այդտեղ է, բայց կարող եմ ասել, որ բազմաթիվ են դեպքերը, թե խարդախությունների, զեղծարարությունների, deepfake-երն են ահագին շատացել, որովհետև դա անելն է հեշտացել, այսինքն deepfake-ը այդ ոնց որ նույն մարդու պատկերը կամ այդ մարդու պատկերով վիդեո ստեղծելը, ինչ որ լրիվ ուրիշ իրավիճակում ու այդ ամեն ինչը որպես իրական վիդեոյի, իրական պատկերի տեղ տարածելը շատ տարածված բան է դառել։ Հիմա դրա դեմ պայքարելու ամենաճիշտ ձևը առաջին հերթին դա իդենտիֆիկացնելն է, այսինքն դու ինչքան կրթված ես արհեստական բանականության տեսանկյունից, ինչքան լավ պատկերացնում ես AI-ի հնարավորությունները, այդքան ավելի հեշտ ես իդենտիֆիկացնում, արդյոք ինչն է AI-ով սարքած, ինչը չէ։ Ու ոչ միայն տեխնոլոգիական մասով ավելի բարդանում, այսինքն աչքով ճանաչես, այս նկարը AI-ով է թե չէ, այդ ահագին բարդ է, այստեղ ավելի շատ քո դատողությունը պետք է աշխատացնես, մասնավորապես ինչ պատկեր է, ասենք, ում մասնակցությամբ, ինչքանով է դա ըստ քո իմացությունների, ուրեմն հավանական, երկրորդը շատ կարևոր է աղբյուրներին հետևել, թե որ աղբյուրն է հրապարակում, տվյալ աղբյուրը նախկինում ինչեր է հրապարակել, ինչքանով է վստահելի, այսինքն մի քանի բան իրար հետ, մի կողմից AI-ի հնարավորություններին տիրապետել, իմանալ թե ինչա կարելի AI-ով անել, մյուս կողմից ձեր դատողությունն անընդհատ միացրած պահել, հա, ամենի հալածյուղի տեղ չընդունել, ու մյուս կողմից էլ լինել հնարավորինս տեղեկացված, սա ավելի շատ մեդիագրագիտությանն արդեն վերաբերում, իմանալ թե որ ուրեմն աղբյուրներն են ավելի վստահելի, ստուգել աղբյուրները եւ այդպես շարունակ։ Այո, ու այդ ամեն ինչի համադրությամբ կարելի է արդեն այդ fake-երը ճանաչել։ Զարմանալին այն է, որ նու թիրախ իրենք ընտրում են նշանավոր մարդկանց, ինչը բնականաբար ավելի է դժվարացնում եւ ոչ բոլորն են մեր ձեր նշած մեդիագրագետ, որ կարողանան դա տարբերակել։ Այնուամենայնիվ այստեղ խնդիր հասարակությունը դեռ ունի։ Իհարկե, բայց նորից ես ուզում եմ մի բան հստակ արձանագրենք, որ այդ խնդիրների դեմն առնելու համար, այդ խնդիրներից խուսափելու կամ դրանք կանխելու համար առաջին հերթին պետք է լինել AI գրագետ։ Այսինքն ճանաչել արհեստական բանականության հնարավորությունները, լավագույն դեպքում տիրապետել այդ հնարավորություններին։ Այս դեպքում ինչ դերակատարություն ունեն լրատվամիջոցները, տարբեր կազմակերպություններ, որպեսզի հնարավորինս քիչ զոհ դառնան այդ խարդախություններին։ Դե տեսեք, առաջի պատասխանատվությունը հատկապես 4-րդ իշխանությունը, որ ունի, այդ իրազեկումն է։ Այսինքն ինչքան շատ մենք խոսենք AI-ի մասին, AI-ի հնարավորությունների մասին, ինչքան շատ ուղղորդենք մարդկանց, որպեսզի իրանք կրթվեն այդ ուղղությամբ, իրանց կենցաղում, իրանց գործում օգտագործեն AI-ը, որպես իրանց ձեռքի տակի գործիք, հա, այդքան ավելի լավ կտիրապետեն ու այդքան ավելի պաշտպանված կլինեն որևէ զեղծարարությունից։ Այսինքն ստեղ այն դեպքն է, որ իրազեկվածությունը շատ հստակ ուժ է, զենք է մարդու ձեռքը դառնում պաշտպանվելու համար բոլոր զեղծարարություններից, էլի։ Արհեստական բանականության նաև այդ բաներից, որ նշում են, մարդիկ շատ հաճախ դրական կողմ ասեմ թե բացասական, գնահատական չտամ, կողմերից մեկն էլ այն է, որ մարդիկ շատ հաճախ նշում են, որ մի շարք մասնագետները կարող են եւ վերանալ արհեստական բանականության այս զարգացվածության պայմաններում, դուք ինչ եք կարծում, արդյոք սպառնում է մի շարք մասնագիտությունների արհեստական բանականությունը եւ առհասարակ մենք ուր կհասնենք, դուք ձեր խոսքում նշեցիք, որ երկրներ կան, որոնք որ այո գնում են դրա հետևից, երկրներ կան, որ մտավախություն ունեն, ոնց անենք, որ ոսկե միջինը գտնենք եւ կարողանանք այդ հնարավորությունները օգտագործելով նաեւ մարդկանց օգուտ բերել եւ մարդկանց մասնագիտություններին փոխարինել մեկ այլ ուրիշ անգործ չթողնենք, այսպես ասած։ Ես ճիշտ ասած, ստեղ ես այն մտքին եմ, որ պետք չի ոսկե միջինը գտնել, ստեղ պետք է ոսկե մաքսիմումը գտնել, ու այդ ոսկե մաքսիմումին ձգտել, մասնագիտությունների մասով մի բանը հաստատ կարող եմ ասել, որ բոլոր անխտիր բոլոր մասնագիտությունները այլևս այլ, այսպես ասած, տեսք են ունենալու, բայց տեսք չասեմ էլի, այլ մեթոդներով են աշխատելու, գործերն արվելու, այսինքն բոլոր մասնագիտությունները փոխվելու են, այս անխոս։
Մասնագիտություններից որոշները իհարկե վերանալու են ու այդ բացասական բան չէ, շատ դրական է ըստ էության, որովհետև սովորաբար այն մասնագիտություններն են վերանում, որոնք ավելի ձանձրալի էին, ավելի ռիսկային էին, ավելի, ասենք, ցածր կվալիֆիկացիա էին պահանջում, հա, ու բոլոր մարդիկ հնարավորություն են ստանում արդեն ավելի բարձր կվալիֆիկացիայով գործի գնալու, ավելի մարդավայել, մարդավարի գործեր անելու, որտեղ մենք հաճախ ասում ենք, չես մենք ռոբոտները գալիս են մարդկանց փոխարինելու, մենք տենց համոզման ենք եկել, որ ոչ, այդ մենք էինք ռոբոտներին փոխարինում, իրանց գործը անում էինք, քանի դեռ իրանք չկային։ Իսկ հիմա ռոբոտները որ եկել են, իրանք իրանց գործը կվերցնեն կանեն, մենք արդեն մի մակարդակ բարձր, արդեն ավելի մտածելու, որոշումներ կայացնելու, ուրեմն նոր իդեաներ, նոր ուրեմն process-ներ նախաձեռնելու գործ կանենք, հա, այս շատ կարևոր է հասկանալ։ Հիմա տեսեք, հարցը նրանում է, որ այդ անցումը մաքսիմալ արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ կրթության վրա հատուկ շեշտ կրթությունը դառնա ցկյանս process։ Այսինքն այն միտքը, որ ես ընդունվեցի, սովորեցի, ավարտեցի, հիմա գնում եմ աշխատելու ու ամբողջ կյանքս այն ինչ սովորել եմ, այդ եմ անելու, այս դարում էլ ուրեմն կիրառելի մոտեցում չի։ Այսինքն բայց լրիվ նորմալ է, որ առաջ կրթությունն այդպեսին էր, ասենք 100 տարի, 200 տարի առաջ, անգամ տես 50 տարի առաջ ինչ-որ միտեղ 4 տարի, 6 տարի սովորում ես ու ստացած այդ մասնագիտությունով ամբողջ կյանքդ աշխատում ես։ Սկսած, չգիտեմ, վարորդներից շարունակած տարբեր ինչ-որ մաթեմատիկայի ուսուցիչ կամ ինժեներ կամ բան, այսինքն նորմալ է, այտենց էր կյանքը։ Ու որևէ մեծ փոփոխություն մի քանի սերնդի ուրեմն սերնդափոխության ընթացքում էր տեղի ունենում։ Հիմա մի մարդու կյանքի ընթացքում 4-5 հատ մեծ ինդուստրիալ հեղափոխություն կարա տեղի ունենա, մենք արդեն ըստ էության երկրորդի մեջ ենք, առաջինը թվայնացումն էր, հիմա AI ապլիկացիան է, սրանից հետո ֆիզիկական AI-ն է գալու, որն ընդամենը մի 2-3 տարի հետո սկսելու է թափառնել։ Ֆիզիկական AI-ը այդտեն է, երբ ռոբոտներն են արդեն մտնում, ասենք, կենցաղ, հա, ու այս սաղ փոփոխությունները մենք ըստ էության մի սերնդի ընթացքում տեսնում ենք, հետևաբար հին ձևով կրթվել նոր աշխարհում անիմաստ է։ Պետք է կրթությունը լի ցկյանս։ Ինչ է դա նշանակում, որ մեզանից յուրաքանչյուրն անկախ իր տարիքից կյանքի ամեն этаպում անընդհատ ամեն օր առնվազն մի ժամ պարբերաբար կրթվում է։ Ոնց որ ատամներ ենք լվում, չգիտեմ, հաց ենք ուտում, քնում, վեր ենք կանում, նույն դիսցիպլինայով, նույն ձևով մենք պետք է ամեն օր կրթվենք։ Սա բերելու է նրան, որ մենք շատ հեշտ որևէ սիտուացիայում կարողանալու ենք վերապրոֆիլավորվել, նույն գործը նոր ձևով անել, նույն այդ գործի փոխարեն նոր գործ անել, հա, այսինքն խնդիրը հետևյալն է։ Դանդաղացնել զարգացումը, որ մենք ժամանակավրեպ չլինենք, այդ անիմաստ գործողությունն է, հատկապես որ այդ զարգացումները ցավոք սրտի մեզանից չի որ կախված են, նույն Միացյալ Նահանգներն ու Չինաստանն են մրցում, մի քանի այլ խոշոր կազմակերպություններ կամ երկրներ ակտիվ process-ի մեջ են ու իրանք են այսօրվա դրությամբ այդ նոր տեխնոլոգիաները ստեղծում, զարգացումները դանդաղ կլինեն թե արագ, մեծապես հենց իրանցից է կախված, հա։ Այսինքն մենք որ ուզենք էլ չենք կարող դանդաղացնենք այդ զարգացումը, մենք կարող ենք պրոստը հետ մնանք ու բարի բուն իմաստով հետա մնաց մնանք ու այդ վաղ առհասարակ որպես ազգ, որպես պետություն կպարտվենք կամ կարող շատ ագրեսիվ զարգանանք, այդ եղած զարգացումներից անընդհատ օգտվենք ու մնանք ոնց որ up to date, այսինքն արդիական մնանք։ Հա հիմա միտքս հետևյալն է։ Ոչ մի դեպքում չարժի մտածել տեմպերը դանդաղացնենք, որ մենք ժամանակավրեպ չլինենք, իմաստել չկա այդ մտածելու։ Մնում է մի հատ ճանապարհ, ոնց անենք, որ մեծ արագությամբ ազգովի կրթվենք։ Իսկ սրա համար առաջերտին մտածողության փոփոխությունն է պահանջվում, ոչ թե կարծրացած մտածողության, այլ զարգացող մտածողության տեր պիտի դառնա ամեն մեկը, ու այս Սյունիքում օրինակ այդ AI դեսպանների համար մեկ գործը հենց այդ mind shift-ը մտածողության այդ փոփոխությունը կազմակերպելն է, էլի։ Ու երկրորդը, այդ արդեն աճող մտածողության տեր մարդկանց պետքա տալ այն բոլոր հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են նոր հմտություններ, նոր գիտելիքներ, ուրեմն զարգացնելու համար։ Ու այդ, ասենք, համ հիմա մասնավոր սեկտորն է դրա վրա շատ ակտիվ աշխատում, նույն Ռեարմենիան լինելով համագործակցության հարթակ, անցած տարի սկսել է Ռեարմենիա ակադեմիա նախաձեռնությունը, այս տարի էլ արդեն առանձին կառույց է հիմնել,
ու մեծ թափով հենց կրթության ոլորտ ենք մտել ու բազմաթիվ այլ կազմակերպություններ կան, որ եւս կրթական process-ները լրիվ նորովի մատուցում են մարդկանց ու ես մեծ հույս ունեմ, որ նաեւ արդեն կառավարությունը, то есть պետական սեկտորը եւս մեծ արագությամբ այդ կրթության տրանսֆորմացիաները կկազմակերպի։ Կարճ որ ասեմ, կներեք, մի քիչ երկար այդ ձեր հարցին պատասխանեցի, կարճ որ ասեմ, ագրեսիվ կրթվելու այլընտրանք կամ կրթվելուն այլընտրանք չկա։ Եվ վերջում, եթե հակիրճ ամփոփելու լինենք, հնարավոր է, որ 5-րդ փուլի ավարտին արհեստական բանականությունը մարդուն ամբողջովին փոխարինի։ Նախ այսօրվա դրությամբ ոչ թե արհեստական բանականությունն է փոխարինում մարդուն, այլ արհեստական բանականություն օգտագործող մարդն է փոխարինում արհեստական բանականություն չօգտագործողին։ Այս շատ կարևոր է հասկանալը։ AI օգտագործողն է փոխարինում AI չօգտագործողին, ոչ թե AI-ն է փոխարինում մարդուն։ Այդ մեկ։ Երկրորդը, երբ որ ավելի երկարաժամկետ կտրվածքով նայենք, հա, արհեստական բանականությունը մարդուն չի փոխարինում։ Մարդուն ազատագրում է այն բոլոր գործերից, որ մարդը ստիպված էր անել։ Այսինքն դուք պատկերացրեք, եթե տեսականորեն եկել ենք մի կետի ենք հասել, որտեղ բոլոր գործերը արհեստական բանականությունն անում է։ Դուք այդ ժամանակ մարդու վիճակը պատկերացրեք, թե ինչ երանելի վիճակ է։ Այսինքն դու առավոտն արթնացել ես ու դու ստիպված չես ինչ որ մի բան անել, փող աշխատելու խաթր գնամ այս գործարանում աշխատեմ, այն ասենք թե սերվիս կենտրոնում, չէ, դու արդեն լրիվ ազատ ես ու իրականում ամեն մարդ անպայման ունի տաղանդներ, ունի հանճարներ ու այդ տաղանդներն ու հանճարները սկսած արվեստից վերջացած գիտությունով կարան արտահայտվել ու իրանք երբևիցե չեն բացահայտվում, որտեղ մարդը ստիպված է ալնում ինչ որ աշխատանք կատարել, որի համար իրան հացի փող կտան, հա։ Այսինքն այդ ուրեմն աշխարհում ապագան եթե նայենք, հա, որտեղ արհեստական բանականությունն ամեն ինչ անում է, մարդը այդ կարիք չկա ինչ որ բանով զբաղվի, դրա համար անգամ տերմին են հիմա սկսել շրջանառել, ինքը sustainable abundance անգլերենով, հայերենով պատկերացրեք կայուն առատություն։ Պատկերացրեք եկել ենք մի օրվա, որ պտուղ բանջարեղենն էլ է ռոբոտը աճացնում, զավոդում էլ է ռոբոտն աշխատում, կաֆեներում էլ է ռոբոտը մեզ սպասարկում, հա, ոչ մի բան չունենք անելու, այսինքն այդ կայուն առատության ժամանակաշրջանն է, մարդը առանց ջանք գործադրելու, առանց զավոդում աշխատելու, այն ամեն ինչ ինչ որ պետք է ստեղծվում է ինքը ունի։ Այսինքն այդտեղ արդեն լրիվ ուրիշ տնտեսության, լրիվ ուրիշ ուրեմն վարքի մասին է խոսքը ու մարդկանց տաղանդների բացահայտումը այդ ժամանակ բացառիկ ուրեմն աճ է էլի գրանցելու հասկանում եք չէ բայց շատ ապագայի մասին է այդ խոսակցությունը դրա մասին այսօր մտածել առավել եւս դրանից վախենալ ոչ մի դեպքում չարժի հա հիմա պետքա ֆոկուսը լնել կենտրոնանալ ասելա թե այն բոլոր դիտելիքներն ու հմտությունները որ արհեստական բանականությունը տրամադրում է սերտել ու բոլոր գործերը, որ այսօր մենք անում ենք, անգամներ ավելի արդյունավետ արհեստական բանականությամբ անել։ Էդ է մեր այսօրվա գործը հատկապես Հայաստանի։ Մենք 3 միլիոն ժողովրդով, եթե ամեն մեկս 5 անգամ ավելի արդյունավետ աշխատենք, պատկերացրեք, ասենք 15 միլիոն բնակչություն ունեցող երկրի չափ համախառն ներքին արտադրանք կարող ունենանք, էլի։ Այսինքն մեզ պետք է ազգովի կենտրոնանալ մեծ արագությամբ կրթվելու վրա, ապա գործիքներն էլ մեզ օգնական, ոնց ասում է, էլի։ Այո, մենք դեռ հուսամ այս արհեստական բանականության ավելի նոր ձևերի մասին կխոսենք, որովհետև ոլորտը բավականին լայն է եւ կարող ենք շատ բացել։ Այսօր մենք ամենափոքրիկ ընդհանրական գծերին անդրադարձանք իհարկե։ Այո, շնորհակալություն։ Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, այսօր մենք խոսեցինք արհեստական բանականությունից, իսկ իմ հյուրը Ռեարմենիա հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանն էր։ Հաջողություն։